Բարև ձեզ սիրելիներս, այսօր 15 է մարտի 2025 թվական, ուզում եմ խոսել Ների Գալստյան մասին, հակաքրիստոսի, այսինքն մարմնավորված Ների, չարի, սատանայի մասին, մարմնավորված, ոչ թե հոգևոր սատանայի։ Իմ բազմաթիվ տեսիլքներով և երազներով ես արդեն շատ եմ պատմել, որ նրա գալուն շատ կարճ է մնացել և վերջին տեսիլքներից մեկն այն էր, որ ինձ Սուրբ Հոգին բարձր ձայնով ասաց. հակաքրիստոսի նպատակն է, որպեսզի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը իրենը դարձնի որոշակի իմաստով։ Ես հիմա դրա մասին չեմ խոսելու, որովհետև արդեն պատմել եմ, խնդրում եմ ինձ սխալ հասկանալու պատճառով իզուր տեղը վատ բաներ չգրեք, այլ որոշակի իմաստով նա ուզում է իրենը դարձնել Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։ Մենք կարող ենք ենթադրել, որ դա իր հայտնվելու հետ կարող է կապված լինել։ Հիմա գոնե կարող ենք ենթադրել, չէ՞ այդքանը եւ սխալ չհասկանալ։ Եվ երբ ինձ տրվեց այդ տեսիլքը, նաև ես ունեցա զգացողություն, որ դա 25-26 թվականի ձմեռվա ժամանակվա մասին է եւ հենց այդ թվականի Սուրբ Ծննդյան օրվա, այսինքն երբ 25 թվականը փոխվում է 26 թվականի։ Այդպիսի զգացողություն ունեցա, որ հենց այդ ժամանակվա Սուրբ Ծննդյանն է վերաբերում հակաքրիստոսի նպատակը։ Ինձ դա բառերով չհասվեց, բայց զգացողությունն այդպիսին էր։ Շատերը ուղղակի չեն ուզում հավատալ, որովհետև դա իրենց հարմարավետ չի այդ միտքը այդպես ապրել, որ մենք ապրում ենք աշխարհի վերջին օրերում։ Ուզում եմ նորից ասել, որ հակաքրիստոսի գալուն շատ կարճ ժամանակ է մնացել։ Շատերը շատ սոցիալական հարթակներում ինձ անվանում են սուտ մարգարե։ Ես փորձում եմ շատ սոցիալական հարթակներում ամեն կերպ տարածել, որ Տեր Հիսուս Քրիստոսի հափշտակությունն է շուտով եւ դրանից հետո Նեռը գալու է իշխանության։ Եվ կարևորը այստեղ այն չէ, թե ինձ ինչքան կվատաբանեն եւ ինչ ելույթներ կունենան իմ դեմ, ինչեր կանեն։ Կարևորն այստեղ այն է, որ ես շատ մարդկանց իմացություն տամ, հաղորդեմ, հայտնեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը շուտով գալիս է եւ դրանից հետո Նեռն է գալու իշխանության եւ ովքեր որ չեն հափշտակվում մնալու են Նեռի իշխանության տարիներին ապրելու, որը ամենասարսափելի բանն է, որ կարող է լինել մարդու հետ, մեր հետ։ Այսօր եւս ուզում եմ պատմել մի երազի մասին, որը տեսել եմ 2 կամ 3 օր առաջ, վերաբերում էր հակաքրիստոսի գալուն։ Այն կարճ էր, բայց իմացությունը եւ զգացողությունը շատ հզոր էր, որ դա հենց հակաքրիստոսի մասին էր։ Ես երազում տեսա, որ գետնի տակից բարձրացավ երկրի վրա եւ փորձում էր մտնել մեր տները մի շատ մեծ օձ, սև օձ, եւ այդ սև օձի գլխի հատվածը քառակուսիանման էր եւ շատ մեծ էր ու այն շատ ուժեղ էր, շատ ամուր էր, շատ հզոր էր եւ նրան վնասելը, սատկացնելը շատ բարդ էր։ Ու նա ուներ իր 2 փոքր տեսակները, որոնք սկզբում նրանք դուրս եկան հողի տակից, հետո սկսեցին հողի տակ շարժվել եւ դա տեսանելի էր, մենք տեսնում էինք։ Դրանից հետո դուրս եկավ այդ շատ մեծ օձը եւ ինձ իմացություն տրվեց, որ դա Նեռն է, հակաքրիստոսն է։ Ու հետո նա մտավ նորից հողի տակ, որպեսզի նրան չնկատենք մի պահ, ու երբ օրը անցավ ժամերը, մոտեցավ երեկոյան ժամի, նա դուրս եկավ։ Եվ երբ նրան նայում էինք, հասկանում էինք, որ նրան մոտենալ, նրան ուղղակի ջախջախել, վնասելը դա շատ բարդ կլինի։ Նրա գլուխը պաշտպանված էր, նրա գլուխը քառակուսիանման էր եւ պարզ էր, որ ինչ որ վահանի, զրահի պես ինչ որ բանի մեջ էր, այսինքն նրան վնասելը ուղղակի շատ դժվար էր եւ նա շատ վախենալի էր, նա սարսափ էր տարածում։ Երբ առաջին անգամ ես տեսնում եմ նրան, վախ եմ ունենում, վախ եմ զգում, հետո ինձ Աստված քաջություն է տալիս եւ ես հասկանում եմ, որ ես չեմ վախենում, ինչի պիտի վախենամ, ես Հիսուս ունեմ։
Ու երբ երկրորդ անգամ նա արդեն դուրս է գալիս երկրի վրա, որ այնպես որ մարդիկ նրան տեսնեն եւ այլևս թաքնվելու միտք չունի նա, այդ ժամանակ ես հասկանում եմ, որ եթե ես չվնասեմ նրան, չվերացնեմ նրան, նա բոլորին ուղակի կխժռի, կուտի։ Ես հասկանում եմ, որ ես դա իմ աչքերով չեմ տեսնում, որովհետեւ հակաքրիստոսի մասին էլի ունեցել եմ երազ, ինքը հենց օծի պես էր, էլի գետնի տակից դուրս եկավ եւ ես այն երազի մեջ մուրճով խփեցի նրա գլուխը, ջարդեցի, հետո նա վերակենդանացավ, հետո ես նրան նորից սպանեցի, այն ժամանակ էլ օծի տեսքով տեսա, այն ժամանակ էլ հողի տակից դուրս եկավ, հիմա էլ նորից, բայց ես հասկացա այն ժամանակ, որ ես դա տեսնում էի ոչ թե իմ աչքերով, այլ Աստծու կողմից էի տեսնում, թե ինչ է կատարվում եւ ինչ է լինելու։ Ու այս երազում էլ ես մոտեցա նրան, ու շատ ուժեղ այն երազում էլ էի ես զգում, որ իմ ձեռքերի մեջ այդ ուժը չկա, բայց Աստված տվեց, այս երազում էլ ես հասկանում էի, որ իմ ձեռքերի մեջ ֆիզիկական ես այդ ուժը չունեմ, ես այդ զրահապատ գլխով օծին մեծ չեմ կարող սատկացնել, բայց ես զգացի, հավատը զգացի, որ Աստված ինձ այդ ուժը կտա ու Աստված իմ ձեռքով դա կանի։ Եվ ես ձեռքերս բարձրացրեցի ու չեմ հիշում ինչ հայտնվեց իմ երազում, իմ ձեռքերում, նախորդ երազում մուրճ էր հայտնվել ձեռքերումս օդից։ Այս երազում չեմ հիշում ինչ հայտնվեց իմ ձեռքերի մեջ եւ ես ինչքան ուժ ունեի սկսեցի խփել նրա գլխին, խփեցի եւ նրա գլուխը ջարդվեց ու նա սատկեց։ Երբ արթնացա, ես իմացություն ստացա միանգամից հաստատում։ Ես գիտեի, որ դա հակաքրիստոսին եմ տեսել եւ ես աղոթեցի իհարկե, որ Տերը հաստատի իմ մեջ ու եթե պետք է պատմեմ իր զավակներին, պատմեմ եւ ես այդ հաստատումը ստացա ու հիմա ուզում եմ ասել։ Ստացվում է ես երկու անգամ տեսա հակաքրիստոսի մասին երազ, երկուսի մեջ էլ նա օձ էր, որը դուրս եկավ գետնի տակից։ Եվ երկու անգամ էլ ես երազը տեսել եմ Աստծու կողմից, որովհետեւ ինձ ինչ որ մի բան տրվեց երկնքից, որով ես ջարդեցի նրա գլուխը։ Բայց առաջինի մեջ սկզբում փորձեցի, չկարողացա, բայց երկրորդ անգամը, որովհետև սկզբում ես նրան խեղդեցի, բայց նա վերակենդանացավ եւ երկնքից իմ ձեռքերի մեջ մուրճ հայտնվեց, որով ես խփեցի նրա գլխին, նրա ճակատին ավելի ճիշտ, ճակատը ջարդվեց, ծակ առաջացավ մեջը եւ նա շունչը փչեց։ Ուզում եմ ձեզ ասել այսքանը, որ պատմում եմ, շատերին դա տհաճ է, շատերը ինձ նորից կհամարեն գիժ, մոլագար, խելագար եւ այլն։ Դա անխուսափելի ճշմարտություն է, որը լինելու է շատ շուտով, շատ կարճ ժամանակ է մնացել, որպեսզի նեռը աստվածաշնչյան օձը գա իշխանության։ Դուրս եկեք ձեր ստեղծած հարմարավետ վիճակից, որ ձեզ այդպես ավելի լավ եք զգում եւ նախընտրում եք ճշմարտությունը չլսել եւ ստի մեջ դուք ինքներդ ձեզ խաբեք, ապրեք, չէ որ այդպես միևնույն է երկար չի տևի։ Դուրս եկեք, ինձ մի հավատացեք, Աստվածաշնչին հավատացեք, բացարձակ ճշմարտությանը, Աստծո խոսքի, կարդացեք, այնտեղ կգտնեք օծի մասին, գազանի մասին, նեռի մասին, հակաքրիստոսի մասին, անօրենի մասին։ Այդ ժամանակն է արդեն։ Այդ ժամանակն է, շուտով նա գալու է իշխանության, միայն Հիսուս Քրիստոսով կարող ես դու փրկվել, Հիսուս Քրիստոսով կարող ես ունենալ հավիտենական կյանք, Հիսուս Քրիստոսով կարող ես փրկվել և քո կյանքով փրկություն որպես հավիտենական կյանք և փրկվել, այսինքն չանցնել հակաքրիստոսի թրի տակով,